խնդրում եմ ինձ հետո հստակ տեղեկություն տվեք այդ առումով պատասխանեմ, որտեղ ես դրանից տեղեկացված չեմ։ Ռուբինյան վարչապետ Փաշինյանը գրառում էր արել Լևոն Տեր-Պետրոսյանի ընտրագեղձարարության հիմնադիրը լինելու հետ կապված, իրեն երկրել եք նրան համեմատելով Լևոն Զուրաբյանի հետ, պարոն Ռուբինյան, ձեր հայրը Լևոն Տեր-Պետրոսյանի բոլոր 90 թվականներին եղել է ազգային ժողովի փոխնախագահ։ Արդյոք ընտրագեղձարարության, իշխանության մաս չի կազմել ձեր հայրը, ու դուք համաձայն եք այդ գնահատականների հետ։ Նախ չհասկացա ինչով է Լևոն Տեր-Պետրոսյանին Լևոն Զուրաբյանի հետ համատել է երկրորդ էլ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, բայց այո, ես համաձայն եմ, որ 1996 թվականի նախագահական ընտրությունները արդար ընտրություններ չեն եղել։ Եթե ես դա իմացել եմ միշտ, եթե դուք հետ գնաք օրինակ տեսնեք իմ հայտարարությունները նույնիսկ մինչև հեղափոխություն, դուք կտեսնեք, որ ես անձամբ, բայց թողեք պատասխանեմ, բայց չգիտեմ, ենթադրում եմ շատերը այստեղ կարող են գոռաց լինել, բայց թողեք պատասխանեմ։ Շնորհակալություն։ Առաջնային հարցը ո՞րն էր, իմ հայրը։ Նախ մինչև իմ հորը անցնելը պատասխանեմ հարգելի Փայլակի հարցին։ Ես իմացել եմ դրա մասին, միշտ խոսել եմ դրա մասին, միշտ, եթե կրկին վեր հանեք իմ նախկին հայտարարությունները, նախորդ տարիներին, ընդհանուր հեղափոխությունից առաջ տարիներին դուք կտեսնեք դա։ Հորս մասին, եթե դուք վեր հանեք իր օրինակ մի հոդված կամ հարցազրույց 2011 կամ 2012 թվականին արված կրկին կտեսնեք, որ ինքը իր վերաբերմունքը արտահայտել է 1996 թվականի ընտրությունների վերաբերյալ։ Այսինքն իշխանության մաս է եղել այդ ընտրագեղձարար, ձայն։ Դե խնդրում եմ այդ հոդվածի անվանումը, եթե չեմ սխալվում, մեղավորը մենք ենք։ Խնդրում եմ գտեք եւ կարդացեք։ Այս պոստֆակտում է, այսինքն արձանագրել, որ ընտրագեղձարար իշխանության մաս է կազմել պարոն Ռուբինյանը։ Ես կարծում եմ, եթե ես հիմա չպիտի մեկնաբանեմ իմ հայրը ինչ է արել կամ ինչպես, ես ասացի, եթե ձեր հարցը հետեւյալն է, արդյոք անհետևականություն չկա իմ ասացի միջև 96 թվականի ընտրությունների մասին այն բերմամբ, որ իմ հայրը եղել է այդ իշխանության մեջ, ես ասում եմ, որ չկա անհետևականություն, որովհետև իմ հայրը ինքը 2011 կամ 2, բայց դե թողեք ավարտենք էլի, թողեք, շատ լավ, հեսա կպատասխան, ես էլ եմ 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանին աջակցել և Նիկոլ Ես էլ եմ 2000 Խնդրում եմ ավարտեք ձեր մենախոսությունը, ես պատասխանեմ։ Ավարտեցիք 2008 թվականին ես էլ եմ 17 տարեկան էի, բայց ես էլ եմ աջակցել Լևոն Տեր-Պետրոսյանին, հայրս էլ է աջակցել, Նիկոլ Փաշինյանն էլ է աջակցել, որովհետև մենք այն ժամանակ համարել ենք, որ ավազակապետական կամ ինչպես կասեր Լևոն Տեր-Պետրոսյանը, մոնղոլ թաթարական ռեժիմը պետք է շտապ ազատվել այդ ռեժիմից։ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է ասում։ Դե տեսնում եք, սա այն կետն է, երբ որ ես Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ընդհանրապես համաձայն չեմ եւ դրա համար ի տարբերություն 2008 թվականի չեմ աջակցում իրեն։ Պարոն Ռուբինյան, ինչ են ձեր թիմակից։ Ռուբինյան անցել է Լևոն Զուրաբյանի գաղափարների։ Լևոն Զուրաբյանի։ Լևոն Զուրաբյանի։ Չէ, բացարձակ։ Հա։ Հիսուս քեզ Քրիստոս, չէ։ Իմ ակությունը չի անցել Լևոն Զուրաբյանի գաղափարների ներքո։ Բայց այսօր ինչ ասել շնաբերան բան եք անում, էլի, բայց դուք ասենք նույն Ինչ ասել, ով ասել։ Լևոն Զուրաբյանը, դրանից չէիք դուք բռնկվել։ Ինչի մասն է խոսքը, չեմ հասկանում։ Փաշինյանին Չէ, անհասարակ երևի։ Չգիտեմ ինչի մասն է խոսքը։ որովհետև հենց իր այդ հարցազրույցից հետո եք ասել Խառնում եք երևի, հա։ Պարոն Ռուբինյան, ձեր թիմակիցները Քոչարյանին զրպարտել եւ վիրավորել են ընդհանուր 15 միլիոն դրամի եւ նա դատի է տալիս, որ ապացուցի, որ կաշառակեր չէ Նիկոլ Փաշինյանին, Արեն Սիմոնյանին։
Ինչպես են ապացուցել ձեր թիմակիցները, որ Ռոբերտ Քոչարյանը կաշառակել է, որպեսզի այդ 15 միլիոնը չտան, թե այնուհանդերձ չեն կարողանալու ապացուցել։ Չհասկացա ձեր հարցին, դուք պնդում եք, որ զրպարտել եւ վիրավորել են Քոչարյանը։ Հարց եմ տալիս, ասում եմ, ինչպես են ապացուցելու իրենց ասածը։ Չգիտեմ, դատի տվել, թող դատը գնա, ինձ չի հարցնում։ Պարոն Ռուբինյան, Կաթոլիկոսի հետ կապված վարչապետը